Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Թունյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Թունյան, ազգային ժողովը ընդունեց մի օրենքի նախագիծ, ըստ որի Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը բարձրանում է 2000-ից դառնալով մինչև 8000։ Իհարկե հիմնավորումը մեզ համար պարզ է, դրա մասին խոսեց էկոնոմիկայի փոխնախարարը, դա այն է, որ մեր տեղական արտադրողին հնարավորություն տանք մրցակցային դաշտում ներկրողի հետ խաղալու եւ երևի կարելի ասել նաեւ տանք առաջնայնություն, որ նա իր ցեմենտը կարողանա ավելի լավ իրացնել, բայց սա կօգնի տեղական արտադրողին թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար, կարծում եմ կօգնի, որովհետեւ մենք Թուրքի միջոցով շուկան կարգավորելու մեխանիզմը նոր չի, որ գործարկում ենք դեռևս 2019 թվականից առաջին անգամ երբ ներկրվող ցեմենտի համար Թուրք սահմանվեց, այդ խոսակցությունները կային, ընդ որում տեղական արտադրողները ցանկանում էին շատ ավելի բարձր Թուրք սահմանել, բայց հաշվարկներով մենք եկանք կանգնեցինք մեկ այլ թվի վրա ու Թուրքի չափը սահմանվել է այնպես, որ շուկայում որևէ մեկը չկարողանա մրցակցային առավելություն ձեռք բերել մյուսի նկատմամբ, որտեղ եթե Թուրքի չափը լինում է չափազանց բարձր եւ փաստացի Հայաստանի Հանրապետություն ցեմենտ չի ներմուծվում, ստացվում է տեղական 1-2 ընկերություն են ստանում մոնոպոլ դիրք, եթե լինում է շատ ցածր եւ ներմուծվող ցեմենտը գրավում է շուկան, մեր տեղական արտադրությունը պարզապես մի օր փակվելու էր ու արդեն ներմուծվող ցեմենտներ ունենալու մոնոպոլ դիրք, հետո հաստատ տեղի ունենալու գների աճ։ Մենք այն ժամանակ սահմանել ենք գին եւ այդ գինը, այդ Թուրքի չափը նկատի ունեմ, այս 6 տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել կախված շուկայի պայմաններից, գնից, տրանսպորտային, լոգիստիկ ծախսերից եւ այլն։ Հիմա հերթական ճշգրտումներ ու կարծում եմ նորմալ որոշում են կայացել։ Դե տեսեք, դուք նշում եք, որ սա առաջին փոփոխությունը չէ ներմուծման Թուրքի հետ կապված։ Եթե թվային տվյալները ինձ մոտ ճիշտ են, 21 թվականին 14000 դրամից կտրուկ իջեցվել էր 2000 դրամի, ճիշտ է։ Իսկ կլինկերի համար ընդհանրապես Թուրքը հանվել էր։ Այն ժամանակ ստացվում է, որ ներմուծողի համար գինը իջեցվել էր, որպեսզի երևի էլի նույն հիմնավորմամբ տեղական արտադրողին հնարավորություն տրվեր։ Չէ։ Ինչի համար էր այն ժամանակ։ Ասեմ ինչու եմ այս համեմատությունը բերում հասկանալու համար, եթե այն ժամանակ իջեցվել է, հիմա կտրուկ բարձրացվում է։ Հասկանանք ինչու համար է տեղի ունենում այս ամենը։ Երբ տեղական ցեմենտը շատ է հեժանանում, ներմուծվողը շատ է թանկանում, այդ ժամանակ Թուրքը իջեցնում է, որպեսզի ներմուծվողը ավելի մրցունակ լինի։ Այսինքն մրցունակությունը վերականգնես։ Երբ ներմուծվողը սկսում է էժանանալ ու արդեն դեմպինգի է ենթարկում շուկան, Թուրքը բարձրացնում է։ Ավելին ասեմ 2022 թվականին, երբ որ Թուրքը 14000 դրամից իջավ 2000 դրամի, 2000 դրամը։ Այդ փոփոխության հեղինակը ես էի։ Այսինքն դա եղել է իմ եւ հողի կաղազարների նախաձեռնությունը օրենսդրական։ Ես մի քիչ նախապատմությունից գամ։ Ուրեմն ամենասկզբում 2019 թվականին երբ իրանական ցեմենտը սկսեց գալ ու լցվել հայկական շուկա, կառավարությունը առաջարկով հանդես եկավ, որպեսզի ցեմենտի համար սահմանվի 22000 դրամ Թուրք։ Մենք կհիշեք ազգային ժողովում ահագին երկար բանավեճեր ունեցանք։ Բայց հետո դա դարձավ 14000 դրամ։ Մենք ընդունեցինք 22000-ով եկավ ազգային ժողով, երկար բանավեճերից հետո առաջին երկրորդ ընթերցում փոխեցինք 14000 դրամ։ Ու կհիշեք, որ այն ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցության գրեթե բոլոր падգամավորները մեզ քննադատում էին, որ մենք ինչու իջեցրինք Թուրքի չափը, որովհետև հաշվարկներ արեցինք, հրավիրեցինք ներմուծողներին, արտադրողներին, ոչ ամբողջական ցիկլով արտադրողներին ու հաշվեցինք, որ չափը պիտի լինի 14000 դրամ, որպեսզի կողմերից որևէ մեկը առավելություն չստանա։ 22000 դրամ բերելու էր ընդհանրապես ներմուծման փակմանը, իսկ մենք չէինք ուզում, որ ներմուծումը փակվի ու չէինք էլ ուզում, որ ցեմենտի գինը որևէ մեկը կարողանա թելադրել ու գերբարձր գներ դնել։ Սա եղել է առաջին փուլը։ Երկրորդ փուլում արդեն երբ Վահան Քերոբյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար, ինքը կրկին առաջ եկավ առաջարկությամբ ու առաջարկեց ցեմենտի Թուրքը 14000-ից դարձնել 25000 դրամ։ Դա 21 թվականի մայիսին էր։ Մենք էլի ազգային ժողովով, տնտեսական հարցերի հանձնաժողով դեմ եղանք այդ որոշման, էլի հաշվարկներ արեցինք ու թողեցինք 14000 դրամի վրա։ Դրանից հետո 22 թվականին, երբ արդեն տեսանք, որ ներկրվող ցեմենտը թանկացել է ու արդեն ինքը առանց Թուրքի էլ կարող է շատ թանկ լինի ու տեղականը իր այդ կարող է մրցակցի, Թուրքի չափը իջեցրեցինք 2000 դրամ։ Հիմա այնպես է ստացվել, որ ներկրվող ցեմենտը ավելի է էժանացել եւ եթե մենք ոչինչ չանենք,
իրանական ցեմենտը կարող էր շատ արագ գրավել հայկական շուկան ու որոշվեց, որ կիրառվում է 8000 դրամ տուրք։ Այսինքն 2000-ից դարձել է Սա էլ է արդեն հաշվարկված, այսինքն հաշվարկներ է կարել Բնականաբար, այդ հասկանալու համար, որ ամեն ինչը- 8000-ը օպտիմալ գումարն է։ Այո, այդ ամեն ինչը արվում է մանրամասն հաշվարկների հիման վրա, հաշվի է առնվում ինքնարժեքը սահմանին, հաշվի է առնվում տրանսպորտային ծախսերը, ողջամիտ շահույթի նորման, այսինքն այդ բոլոր ցուցանիշները վերլուծելով որոշվում է գին, ընդ որում այդ գինը որոշվում է այնպես, էլ եմ կրկնում, որ որևէ կողմի համար այսպիսի առավելություն չստանա։ Ընդ որում մենք կարելի է ասել, որ ինչ որ չափով նաև ուշացած ենք այս որոշումը ընդունել, որովհետև վերջին 2 տարիների ընթացքում ներկրվող ցեմենտի ծավալները էականորեն աճել են։ Որքան համեմատությամբ եթե ասեմ։ Համեմատության համար եթե ասեմ 2022 թվականի համեմատ մոտ 4.5 անգամ աճել են, այսինքն եթե 3 տարի առաջ ներկրվում էր տարեկան 100,000 տոննային մոտ ցեմենտ, 2024 թվականին 400,000 տոննայից ավելի ցեմենտ է ներկրվել եւ մի այսպիսի բան էլ կա ցեմենտի մեջ, գնի մեջ բավականին մեծ կշիռ ունի տրանսպորտային ծախսը։ Օրինակ իրանական ցեմենտը Սյունիքի մարզում եւ Վայոց ձորի մարզում վաճառում էր մրցունակեր։ Դրանից վերև արդեն ինքը մրցունակ չէր, որովհետեւ տրանսպորտի գինը, դրա գինը ավելացնում էր։ Հիմա արդեն իրավիճակը այնպեսին է, որ իրանական ցեմենտը Երևանում 7-8000 դրամով ավելի էժան էր, քան հայկական արտադրության ցեմենտը։ Հիմա մեզ ավելի շատ այն ժամանակ թե այսօր քննադատությունը հետեւյալի մասն է։ Իսկ արդյոք մեզ պետք է տեղական արտադրությունը պաշտպանել, իսկ արդյոք տնտեսության տեսանկյունից ավելի նպատակահարմար չի էժան ցեմենտ թողնել գա Հայաստանի շուկա, որի արդյունքում շինարարությունը ավելի էժան կլինի։ Նախ ուզում եմ ասել, որ ցեմենտի ինքնարժեքը շինարարության ինքնարժեքի մեջ այդքան մեծ կշիռ չի կազմում եւ այս գնային փոփոխությունը, որ կա, ինքը կարող է, ասենք, ամեն քառակուսի մետրի արժեքի մեջ կես տոկոսի տարբերություն թողնել։ Բայց եթե մենք այստեղ քայլեր չձեռնարկենք եւ տեղական ցեմենտի արտադրությունը խնդիրներ ունենա ու կանգնի, հետո մեզ տարիներ է պետք լինելու այդ ոլորտը վերականգնելու համար։ Ու կանգնելուց հետո, երբ որ մենք ամբողջությամբ կախում կունենանք մեկ աղբյուրից ներկրվող կամ Իրանից հիմնականում ներկրվող ցեմենտի, որը մեկը վստահություն չունի, թե գինը ինչքան կդառնա։ Պարոն Թունյան, բայց հիմա ամեն դեպքում այս փոփոխությունը չի փակելու ներմուծման ծավալները կամ չի կրճատելու, չասեմ փակվելու, կրճատելու ներմուծման ծավալները, չէ՞ որ եթե արդեն ավելի շատ մեծ տուրք են տալու, գուցե ավելի քիչ ներկրվի։ Իսկ 14000 դրամի ժամանակ ոնց էին աշխատում մի քանի տարի։ Այսինքն 14000 դրամի ժամանակ կարողանում էին աշխատել, 8000-ի ժամանակ չեն կարողանալու աշխատել։ Ուղղակի հետեւյալն է տեղի ունեցել. շուկան ձևափոխվել է ու ներկրումը արդեն մեր ակնկալածից ավելի մեծ կշիռ է ձեռք բերել Հայաստանի շուկայում։ Այդ 4 անգամվա աճը, որ ես նշում էի, ինքը նշանակում է, որ մենք այստեղ մտածելու բան ունենք, եթե իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում ավելի ցածր է, քան հայկական ցեմենտինը, այդ նշանակում է, որ մենք մի քիչ էլ հապաղենք, ընդհանրապես հայկական ցեմենտը չէր վաճառվի։ Սա մեկ, երկրորդը իրանական ցեմենտից բացի մեզ ասում էին, որ որոշ չափի ցեմենտ ներկրվում է նաև այլ երկրներից, օրինակ Ռուսաստանից, բայց Թուրքի չափը այդքան մեծ չի եւ այդ Թուրքի չափը չի կարող խանգարել, որպեսզի ցեմենտ չվաճառվի, այսինքն ինչ պիտի լինի, եթե տեղականը վաճառվի ավելի բարձր գնով, կվաճառվի դրա փոխարեն մարդիկ կգնեն իռանականը։ Այս այն չափն է, որը որ բալանսավորելու է, այստեղ անհանգստության կարիք ընդհանրապես չկա։ Այսինքն ո՞նց է ստացվելու, եթե տուրքը բարձրացվում է, իրանականի դեպքում եմ մասնավորապես ասում, բարձրացվում է ներմուծման համար, ստացվում է, որ մեր տեղական արտադրողը հնարավորություն կունենա հավասարաչափ գնային սանդղակով իր ցեմենտը վաճառելու, ես այս մասը փորձենք հասկանալ։ Օրինակ հարցնում ենք, ասում ենք տեղական արտադրողներին, ասում ենք ձեր մոտ ցեմենտ ինքնարժեքը ինչքան է, ասում են ենթադրենք տոննան 33000 դրամ։ Եվ մենք բնականաբար մի հատ այս թիվը ստուգում ենք, նայում ենք ոնց է գոյացել, օրինակ աշխատավարձ այսքան են տվել, գազի գին այսքան եւ այլն, հավաստիանում ենք, որ սա ճիշտ է։ Դա էլ է քննարկվելու հարց, թե մեր ինքնարժեքը ինչու է այդքան բարձր, իրանական պարագայում ավելի քիչ։ Բարձր նախ, որովհետեւ այստեղ ծախսերի հիմնական մասը վառելիքին բաժին են գնում գազին
իսկ մեզ մոտ գազի գինը ու Իրանում գազի գինը դրանք անհամադրելի են, այնտեղ կարելի ասել անվճար է, աշխատավարձի տարբերություններ կան եւ այնտեղ կա որոշակի նաեւ պետական աջակցություն, սուբսիդավոր։ Իրանականի դեպքում։ Այո։ Հիմա մերոնք ասում են մեր ինքնարժեքը 33000 դրամ է։ Իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում մոտավորապես կազմում է ենթադրենք 24-25000 դրամ։ Եվ այս պարագայում, եթե մենք ոչինչ չենք ձեռնարկում, ստացվում է, որ իրանական ցեմենտը շատ ավելի մրցունակ է։ Հիմա մենք նայում ենք տարբերությունը ինչքան է, եւ Թուրքի չափը ճշգրտում ենք ըստ այդ տարբերության, որ գոնե Երևանում բալանսի գա գինը։ Այսինքն գինը իրանական ցեմենտի որոշակիորեն գա հավասարվի տեղական արտադրողի գինին։ Հիմա եթե տեղական արտադրողը, որ ասում են գները կբարձրանան, գները չեն բարձրանա, որովհետեւ եթե տեղական արտադրողը գինը շատ բարձրացրեց, մարդիկ իրանականը կգնեն։ Իրանականը կբարձրացնի այդ դեպքում։ Իրանականը բարձրացնեն, տեղականը կգնեն։ Այսինքն այստեղ երրակողմ մրցակցություն է ընդ որում, երկու կողմանի մրցակցություն չի, որովհետեւ մենք ունենք մեկ տեղական արտադրող, Արարատ ցեմենտը, որը ամբողջական ցիկլով ցեմենտ է արտադրում, ունենք կլինկեր ներմուծող եւ ցեմենտ արտադրողներ երկու ընկերություն եւ ունենք ներկրում։ Այսինքն շուկան 3 մասի մեջ բաժանված է եւ Թուրքի չափերը հաշվարկելիս միշտ այն եզրակացությանն ենք փորձել գալ կամ այն լուծման ենք փորձել գալ, որ 3 կողմերն էլ կարողանան շուկայում մնալ, չսնանկանան, բայց նաեւ գերշահույթներ չստանան եւ որևէ մեկը շուկայում չկարողանա մյուսներին դուրս մղել։ Իդեպ ներմուծողները գերշահույթով են աշխատել այս ընթացքում։ Սա կարող է նաեւ դրա դեմ։ Որ այո, բայց նման պնդում անելու համար բնականաբար հիմքեր են պետք, այսինքն եթե իրենց ինքնարժեքը 24-25000 դրամ է եղել, բայց օրինակ Երևանում վաճառվել է դրանից շատ ավելի բարձր, ուրեմն գերշահույթ չասենք, բայց բավականին բարձր շահութաբերությամբ են աշխատել։ Բացի դրանից խոսակցությունը, որ ցեմենտի տուրքը վերանայվելու է, նոր չի, եւ դեռ անցած տարվա սկզբից այդ մասին ահագին խոսակցություններ են եղել, եւ իմ ունեցած տվյալներով այն սպասումը, որ կարող է տուրքը վերանայվի, ստիպել է, որպեսզի ներկրողները այս ընթացքում բավականին մեծ պաշարներ ներկրեն, այսինքն պահուստավոր են, որ հետո կարողանան վաճառել։ Գոնե առաջիկա ամիսներին կամ տարում գնային թանկացում չի լինելու։ Հիմա մենք ունենք բավականին մեծ կուտակված ցեմենտի պաշարներ ու միգուցե այս ամիսների ներկրման ծավալների կտրուկ աճը նաև դրանով է պայմանավորված եւ քննարկման ժամանակ ես հիշում եմ մարտի 14-ին ազգային ժողով էինք հրավիրել եւ արտադրողներին եւ ներկրողներին եւ իրենց ասենք որ Թուրքի չափը վերանայվելու է։ Ընդ որում իրենց ասել ենք, որ Թուրքի չափը պետքա վերանայվի հնարավորինս արագ, որովհետեւ այստեղ արդեն տեղական արտադրողի պաշտպանության խնդիր կա։ Ու այնպես ստացվեց, որ մենք նախատեսում ենք ամենաշատը 1 ամսվա ընթացքում այդ որոշումները ընդունենք, բայց հիմա փաստացի անցել է 2.5 ամիս, մենք նոր այդ որոշումը ընդունեցինք, այսինքն ներմուծումը ամիս ու կես էլ կարելի է ասել հավելյալ ժամանակ։ Բայց ներմուծողների համար սա խնդրահարույց չէր։ Տեսեք, չկա այնպիսի որոշում, որը որևէ կողմի համար խնդրահարույց չլինի։ Հիմա եթե ժամանակը ցույց կտա, օրինակ 2019 թվականին տեղական արտադրողները ասում են մենք փակվելու ենք, բայց չփակվեցին։ Դրանից հետո ներմուծողները ասում են մենք փակվելու ենք, բայց չփակվեցին։ Հիմա կանցնի 2 ամիս կտեսնենք ներմուծում կա թե չկա։ Խնդրահարույց չի, շահույթի, շահութաբերության մակարդակն է մի քիչ իջնելու։ Իսկ տնտեսության համար ռիսկեր դա չի ստեղծի ամեն դեպքում, եթե նույնիսկ այդ շահույթի նվազեցումը տեղի ունենա։ Եթե մեկի շահույթը նվազելու է մի քիչ, այն մյուսը ավելանալու է կամ այն մյուսը գոնե չի փակվելու։ Այս դեպքում մենք շահութաբերության մասին չենք մտածում, մենք մտածում ենք տեղական արտադրության չփակվելու մասին։ Մենք տեղից այստեղ խնդիր ունենք։ Մենք ունենք 2 հիմնական ցեմենտի գործարան, ամբողջական ցիկլով աշխատող Արարատ ցեմենտը եւ Հրազդանի ցեմենտի գործարանը։ Հրազդանը տեղից արդեն պարապուրտի վիճակում է, այնտեղ այլ խնդիրներ կան, այսինքն մենք ունենք 1 գործարան, իսկ հաշվի առնելով, որ մենք լայնածավալ շինարարական պրոյեկտներ ենք նախատեսում իրականացնել տարբեր թե քաղաքացիական, թե այլ ոլորտներում, եթե մենք տեղական արտադրությունից հրաժարվենք ու ամբողջությամբ կախվածության մեջ լինենք իրանական ցեմենտից, որևէ մեկը չի կարող ասել, թե վաղը մյուսօրը ինչ ռիսկերի առաջ կարող են կանգնել։ Գումարած դրան, պարոն Թունյանի, եթե այսպես դիտարկենք, թեև դուք չեք կարծում, որ ներմուծման ծավալները նվազելու են այս Թուրքի բարձրացման պատճառով, բայց այդուամենայնիվ, եթե նույնիսկ այդ սցենարը դիտարկենք, մեր տեղական արտադրությունը կկարողանա ծածկել այն ամբողջ պահանջարկը, որը հիմա կա Հայաստանում, որովհետև շինարարության ծավալներն այնքան շատ են աճել, Էլի եմ ասում, թեև դուք մտածում եք, որ ներմուծման ծավալները չեն նվազելու այս Թուրքի բարձրացմամբ։
Ուրեմն ժամանակին հայկական արտադրության ցեմենտը ոչ միայն ծածկել է ամբողջ Հայաստանի պահանջարկը, այլև նաև որոշ քանակ արտահանվել է։ Եթե չեմ սխալվում, ներկայումս Հայաստանի ցեմենտի պահանջարկը տարեկան տատանվում է 1.5 միլիոն տոննայի սահմաններում, իսկ մեր այսօր աշխատող ցեմենտ արտադրողների հզորությունը միասին գերազանցում է 2 միլիոն տոննան։ Բայց որևէ մեկը չի ուզում այնպես լինել, որ ներմուծումը արհեստականորեն փակվի։ Ու թվերից եթե վերանանք, մի կարևոր բան եմ ուզում ասել, որ 2019 թվականից որ թվարկում է ինչա տեղի ունեցել, կառավարությունը բերել է, մենք ազգային ժողովում վիճել ենք, մի կողմից մեզ քննադատում էին, մի կողմից մենք կառավարության հետ ենք բանավիճում, մյուս կողմից Բարգավաճ Հայաստան խմբակցության։ Դրանից հետո էլի երբ որ նշեցի 2021 թվականին 25000 դրամ էին առաջարկում, էլի այս բանավեճերը կար։ Այսինքն ազգային ժողովը միշտ եղել է այն ֆիլտրը, որտեղ այդ турքի չափը ճշգրտվել է, հաշվի առնելով բոլոր կողմերի տեսակետները ու բալանսավորելով բոլոր շահերը։ Եթե պետք է եղել բարձրացրել ենք, եթե պետք է եղել նվազեցրել ենք, եթե պետք է եղել չափերն ենք փոխել բարձրացման կամ նվազեցման։ Այս առումով որևէ մեկը անհանգստանալու պատճառ չունի, որ չգիտեմ, ինչ որ մեկի շահերը անտեսելով կամ տնտեսության շահերը անտեսելով որոշումներ են կայացրել։ Այսինքն սա փորձնական եթե վերցնենք, չի բացառում, որ հաջորդիվ տեսնելով շուկայում ինչ իրավիճակ է, դուք եւս մեկ անգամ որոշակի փոփոխություն կարող եք անել, այդ թվում նաեւ турքի նվազեցման տեսանկյունից։ Բնականաբար, ցավոք սրտի կախված շուկայում ինչ տեղի կունենա։ Որովհետեւ турքի չափը էլ եմ ասում, թվաբանությամբ է որոշում։ Դու նայում ես, թե ինքնարժեքի ինչքան է, եւ ենթադրենք օրինակ ներկրվող ցեմենտի մեջ որ ասում եմ օրինակ 25 կամ 27000 դրամ է, դրա մեջ 15000 դրամը պայմանական տրանսպորտային ծախսն է։ Հիմա եթե տրանսպորտային ծախսերը 2 անգամ ավելացան կամ 2 անգամ պակասեցին, դա ազդելու է իրենց գնի վրա ու հետեւաբար ազդելու է նաև շուկայի կառուցվածքի վրա։ Երբ որ տեսնենք, որ ազդակներ են գալիս, որ շուկայում էական փոփոխություններ են տեղի ունենում, պիտի վերանայենք։ Սա ամենալավ տարբերակը չի շուկան կարգավորելու համար, բայց ցավոք սրտի турքն է այսօր այն հիմնական գործիքը, որով մենք կարող ենք ներմուծման եւ տեղական արտադրողների շարժերը բալանսավորել։ Իսկ եթե այդ մրցունակությունը պահպանվի պետության հավելյալ աջակցությամբ տեղական արտադրողին, օրինակ ո՞նց է իրանական կողմը կարողանում իր ցեմենտի ինքնարժեքը պահել այդ գնի սահմաններում սուբսիդավորման միջոցով։ Գուցե մեր պետության դեպքում էլ որոշակի աջակցություն այդ տեսանկյունից լիներ տեղական արտադրողին, թե դա նախ դա կլիներ արհեստական, այսինքն հակամրցակցային ու կստացվեր, որ մենք արտոնություն եք տալիս տեղական արտադրողին։ Ընդհանրապես բանը հետեւյալն է, երբ որ դու ոչ մրցունակ ճյուղին աջակցություն ես տալիս, նշանակում է դու մի կողմից խոսում ես մրցունակության բարձրացման մասին, մյուս կողմից խթանում ես ոչ մրցունակ ճյուղը։ Եվ մենք ինչ էլ անենք, ես պիտի անկեղծ լինենք, մեր ցեմենտը չի կարող ավելի էժան լինել, քան իրանական ցեմենտը, որովհետեւ գլխավոր հանգամանքը գործոնը այդտեղ էներգակիրներն են, որը մենք չունենք, իրենք ունեն։ Բայց մյուս կողմից ցեմենտը մեզ համար ստրատեգիական ապրանք է, ունենք մեկ արտադրող, խոշոր արտադրող Էսպանիան, ու մենք չենք կարող այդ ամեն ինչը անտեսել, անկախ նրանից թե դա ում սեփականությունն է, քաղաքական ինչ թիմերում ենք, ցեմենտի գործարանը համակարգաստեղծ գործարան է, եւ եթե ժամանակին մեզ ցեմենտի գործանի սեփականատերերը քննադատում էին, ասում են, եթե բարձր турք չդրեցիք, մեր գործանը կփակվի, ամեն դեպքում ժամանակը ցույց տվեց, այս 6-7 տարիները ցույց տվեցին, որ մեր կայացած որոշման հետ արդյունքում ոչ տեղական արտադրությունը փակվեց, ոչ ներմուծումը փակվեց, ոչ էլ ինչ որ մեկը սնանկացման։ Պարոն Թունյան, իսկ երբ որ խոսում ենք մեր տեղական ցեմենտի ու իրանական ցեմենտի կամ այսպես ասեմ ներկրմող ցեմենտի որակի մասով, այո, մրցունակության խնդրի մասին, չպիտի նաև քննարկենք մեր ցեմենտի որակի հարցը։ Թե նաև դա է պատճառը, որ մեր պարագայում մրցունակության հետ կապված խնդիր են ունենում եւ իրենք չեն դիմանում իրանական մրցակցությանը։ Էս էլ այն դեպքն է, երբ որ բոլորը տարբեր կարծիքներ են ասում։ Օրինակ մեր տեղական արտադրողները ասում են իրանական ցեմենտը վատն է, իրանական ցեմենտ ներմուծողները ասում են տեղականն է վատը, շինարանների մի մասը նախընտրում է տեղականը, մի մասը իրանականը։ Որի օբյեկտիվ ճշմարտությունը։ Չեմ կարող ասել, որովհետև դա արդեն մասնագիտական հարց, տնտեսագիտության հարց չի կամ ֆինանսական հարց չի։ Օրինակ կան շինարաններ, որոնք ասում են իրանական ցեմենտը ավելի շուտ է չորանում, մեզ համար ավելի հեշտ է։ Ես տեսել եմ, որ մեր ցեմենտի կպչողականության հետ կապված հարցեր են բարձրացնում, էլի ոչ մասնագիտական է սա մասնագիտական հարց է, որի մեջ ես չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ չգիտեմ դրա պատասխանը։
ու ցավոք սրտի մենք այսօր չունենք այն լաբորատորի ենթակառուցվածքը, որը կկարողանա այդ հարցերի պատասխանը տալ, բայց բոլոր կողմերի նկատմամբ այդպիսի մեղադրանքներ էին հնչում, անգամ մեզ ասում են, որ ներկրվող ցեմենտը ինքը սեյսմակայունության հետ կապված խնդիրներ վաղը մյուս օր կարող է առաջացնել, բայց բնականաբար այդ ամեն ինչի պատասխանը տալու համար պիտի լինի կայացած, զարգացած լաբորատորի ենթակառուցվածք, որ այդ ամեն ինչը նորմալ փորձաքննության ենթարկվի։ Բայց հիմա շուկան որոշվում է տարբեր գնով, որակով, արագությամբ, նայում են, որն ավելի հարմար, այդպես էլ աշխատում են։ Հիմա օրինակ հայկական արտադրության ցեմենտը չի կարող վաճառվել Վայոց ձորի կամ Սյունիքի մարզում։ Այս մեր դրած турքերից բացի, турքն էլ վերացնենք կամ բարձրացնենք, մինչև Երևանից կամ Արարատից ցեմենտը գնա հասնի ենթադրենք Կապան, իր գինը կարող է մի 20,000 դրամով ավելանալ, որը արդեն դա մրցունակությունը կկորցնի։ Դրա համար ժամանակին իրանական ցեմենտը վաճառվում էր հիմնականում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզում, այսօր արդեն Երևանում, որ մի քիչ էլ թողնենք, արդեն կբարձրանար ավելի վերև։ Մեկ այլ հարց էլ կա, ասում են ներմուծողի համար նման турք սահմանել է ԵԱՏՄ կանոններին համապատասխան է, թե ոչ։ Այս դեպքում խոսքը բնականաբար Ռուսաստանից ներմուծման մասին է։ Մենք ոչ թե ներմուծման турք ենք սահմանել, այլ լիցենզիոն турք եւ 2021 թվականին օրենքում հենց դրա համար փոփոխություն արեցինք եւ ցեմենտի ներկրումը սարքեցինք լիցենզավորվող գործունեություն, որպեսզի այդ հակասությունը չառաջանա, որտեվ մինչեւ այդ կարող է ստացվել, որ մենք մաքսատուրք ենք կիրառում փաստացի, ինչ չենք կարող անել եւ հիմա մենք ցեմենտի ներկրումը համարում ենք լիցենզավորվող գործունեություն, ամեն խմբականակի համար լիցենզիա են ստանում եւ турքը վճարում են։ Այստեղ իրավական շատ խնդիրների մեջ չխորանանք, բայց կառավարության գործընկերների հետ այդ հարցը ժամանակին քննարկել ենք ու կարծում ենք, որ այս լուծման տարբերակը իրավական տեսանկյունից խնդիր չի առաջացնում։ Վերջին հարցը՝ ի վերջո Հրազդան ցեմենտի ճակատագիրը ոնց կլինի, ոնց կորոշվի, պետությունը որևէ աջակցություն, մասնակցություն սրանում պիտի ունենա, թե չէ։ Տեսեք, Հրազդան ցեմենտը անկախ էս ներմուծվող ցեմենտի խնդրից ինքը առանց այդ խնդիրներ ուներ։ Այն պատճառով, որ ինքը աշխատում է ուրիշ եղանակով, թաց եղանակով, կա թաց եւ չոր, իրենց մոտ ինքնարժեքը ավելի բարձր է ստացվում, բայց միևնույն ժամանակ իրենք որակապես այլ մակարդակի ցեմենտ են տալիս, ասենք իրենց մոտ արտադրված ցեմենտը իր մարկիրովկայով բավականին բարձր է ու դա նախատեսված է հատուկ շինարարության մեջ օգտագործելու համար, այսինքն թունելներ, կամուրջներ եւ այլն, եւ այստեղ պետական հատուկ մոտեցում է պետք իրենց։ Բացի դրանից այս գործարանը բազում տենց ոդիսական անցավ, կարծեմ Միկա Բաղդասարովի սեփականությունն էր, հետո անցավ բանկին, գրավի փոխարեն հետո անցավ մեկ ուրիշ բանկի ու անգամ ստացվել էր մի այնպիսի վիճակ, երբ բանկերից մեկը հայկական իր հասույթի մեջ գրել էր եկամուտ ցեմենտի վաճառքից, երևի Հայաստանի միակ բանկն էր կամ տարածաշրջան, որ ցեմենտի վաճառքով էր զբաղվում։ Հիմա ունենք այդտեղ այսպիսի իրավիճակ, որ այդ գործարանի արտադրանքը մրցունակ չի եւ կանգնած է ու մի քանի 100 աշխատող պարապուրդի են մատնված, բայց կարծում եմ, որ մենք որպես պետություն պիտի լուծում գտնենք այս գործարանի համար, որովհետեւ դա արժեք է եւ փակվելը շատ կարճ է տևում, բայց վերագործարկելը բավականին բարդ գործ է, պիտի չկորցնենք ոչ միայն ենթակառուցվածքը, այլև այն մասնագիտական ներուժը, որը պետությունը մասնաբաժին գուցե։ Չեմ կարող մեխանիզմը ասել, բայց որ սպეციფიկ առանձնակի թիրախային մոտեցում է պետք, այդտեղ կասկած չկա։ Մասնաբաժնի ես ամենակողմը չեմ, որովհետեւ ես ինքս ավելի շատ շուկայական մեխանիզմների կողմնակիցն եմ, բայց եթե հարկ լինի, այո, պետությունը նաև կարող է մտածել այդտեղ որոշակի մասնաբաժին ունենալու, դրա դիմաց որոշակի ներարկում կատարելու եւ հատուկ պահանջարկ ձևավորելու մասին այդ գործարանի արտադրանքի նկատմամբ։ Որ պետք է այդ մասով կոնկրետ մտածենք, դա փաստը ու էկոնոմիկայի նախարարությունը, ինչքան գիտեմ, այդ առումով արդեն աշխատանքներ կատարվում են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանն էր, կհանդիպենք։